Բարեցես, սիրելի արագիստներ, այսօր ինձ հետ է հadoop հյուրմը, հadoop լալու բաճանները մեգանի, որ իմ նման այդ Նազարյանը ամերիկան, շուկեղ ամերիկան թողած եկավ Հայաստան, մեծ հույսերով, մեծ երազներով, մեծ ակնկալումներով expectations, ես այլի պանանեն եկա, թե պանանան չեմ գնալ սեվղատ կեն լավ դեղի Հայաստանի պաշտատնամ, սակայն Հայկ Նազարյանը թողելով Ամերիկայի հարուստ երկիրը եկավ Հայաստան եւ շատ ցավոք սրտի դժբախտաբար այսօր ճիշտ այսօր մենք կգտնվենք Հայաստանի ամենեն դժվար օրերը մեկը ըստ երևույթին բարի երեգո մեզ յետ է ասկային ընկերվարական շարժման ասկայնական նիշտեական ցեղագրոն հոսանք շարժումի հիմնադիր եւ անցմոր ասկային է ասկայնական է որ ոչ մեկը չի հարգասկացել Հայկ Նազարյան բարի երեգո Բարի երեկո, Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերի համար։ շնորհակալ եմ որ ընտարացեցիր գավակնի մսելու Բանը։ որ ես անանցել եմ որ գուզեմ ամեն քաղաքական ուժերում դեր դալ ի բացառյալ քաղաքացիական պայմանագիրն եւ իր զինագիծներում բաճարները հստակ են սակայն հայ ջան դիտի խոսին քեզ հետ մանավանդ որտուն միջազգային կետնի վրա բավական հետևող ես այսօր Հայաստանը ամենին դժվար վիճակները մեկ գտնվելու բաճարներն ան է որ գրեթե իր միակ զինագիծ եւ պարգամը Բարսկաստանը շատ ավոր հարվածներու դակ է սակայն գարձես թե Փարք Աստուծո դեպիս իբր լիբանանցի չէի ուզեր որ տեսնեմ Բարսկաստանը հաղթական սակայն իբր հայ եւ հայաստանցի երբեք ասված մի առաջի չեմ ուզեր տեսնել Բարսկաստանը բարտված որտեղ միակ մեր բարեկամն է իր շահերն ելելով հայ ջան ինչպես կգնահատես ըստ երևույթին Բարսկաստանը հաղթական էր այս հարցեն ուզեմ ցեր գարձիկը Իհարկե, նախ ես կուզեմ ասել, որ ես չեմ կարծում, այս պատերազմը ավարտվել է, ես կարծում եմ բոլոր գիտակից, ասենք, վերլուծաբաններ, ա, կասեմ, որ այս ընդհանրապես ժամանակավոր դադար է, որովհետև իրականում ոչ մեկը վերջնական իրենց արդյունքի չի ասել։ Մենք գիտենք, որ Իսրայելը իր ստեղծման օրից ուզեցել է հեգեմոնիա ունենա այս ամբողջ տարածաշրջանում եւ ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում կարելի է ասել իրենց սիոնիստական շարժումով, իրենց սիոնիստական շարժմամբ, բայց իսկ հիմա բոլորը գիտեն, Իրանը դա գիտի, Իսրայելն էլ գիտի, Ամերիկան էլ գիտի, կարող ենք ասենք Իրանը այս ճակատամարտը հաղթել է բարեբախտաբար, կարողացավ ճիշտ է վնասներ կրեց, բայց կարողացավ գոնե սանձազերծի այդ գրոհը իրենց պետության նկատմամբ իրենց ագրեսիան, բայց ես հələ որ չեմ ասի, որ ամեն ինչ կայունացվել է, մենք գիտենք, որ ինչպիսի ագրեսոր ռեժիմ է, էլի սիոնիստական ռեժիմ է Իսրայելում, իրանք չեն դադարի, մինչև իրանք չկարողանան իրենց ամբողջ գերակայությունը հաստատեն իրենց բոլոր թշնամիների նկատմամբ, օգտագործելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ու այս ամեն ինչը ինչ որ կատարվում է հիմա Իրանի դեմ, այդ սկսել է առնվազն 2002 թվականից, երբ Ջորջ Բուշը Ամերիկայի նախկին նախագահը կոնգրեսում պաշտոնապես հայտարարեց, որ Իրանը մտնում է այդ չարիքի առանց պետությունների մեջ։ Մյուս երկուսը իհարկե Իրաքն էր, մեկն էլ Հյուսիսային Կորեան, եթե չեմ սխալվում, այդ երեքն են էլի հիմնական։ Axis of Բայց տեսնում Evil ենք, որ այո, access-ը vivo, բայց տեսնում ենք, որ Ամերիկայի քաղաքացիները այդպես հեշտ չեն խաբվում, ինչպես խաբվեցին այն ժամանակ։ Այն ժամանակ 2001 թվականից հետո էր այդ սեպտեմբեր 11-ի դեպքերը, այդ էլ մի ուրիշ թեմա է, այս համոզված եմ ու փաստերը վերլուծելով շատերն դա կարող են հաստատել, որ դա էլ ներքին գործողություն էր, inside job անգլերեն ասած, սիոնիստական ռեժիմի կողմից, Մոսադի կողմից, որպեսզի կարողանան այդ վախը ներշնչեն Ամերիկայի բնակչության մեջ, որպեսզի Ամերիկայի սիոնիստական մեդիան կարողանա համոզի Ամերիկայի բնակչությանը, որ պետք է անհրաժեշտ է, որ մտնեն պատերազմի մեջ Իսրայելի թշնամիների դեմ Մերձավոր Արևելքում։ Այդ արեցին 2001-ին Աֆղանստանի դեմ, 2003-ին Իրաքի դեմ, բայց տեսնում եք արդեն 22 տարի անցել է։ Այն ժամանակվանից ուզել են առնվազն, ես իմ կարծիքով ուզեցել են այս վերջին 50 տարում դա անել, երբ որ ասենք ինտեղ հեղափոխություն եղավ հակասեմական կարելի է ասել հակասիոնիստական 79 թվին, բայց տեսնում եք առնվազն նոր թափ ստացավ այդ 2002-ին ու այդ համառորեն հետևողականորեն սիոնիստները նպատակադրված են Իրանը մասնատեն, կարելի է ասել, որպեսզի Իրան կարողանան գերիշխեն, ինչպես մասնատեցին, պառակտեցին, քանդեցին Սիրիան, Իրաքը, նույնը ուզում են անեն Իրանին, բայց Իրանը ոչ Իրաք է, ոչ Սիրիա է, ոչ Լիբանանը, լրիվ այլ պետություն է, դրա համար իրանք այդքան հեշտությամբ չեն կարող հասնել իրենց նպատակին։
Ռազմական կետնի վրա դու գիտեմ որ զինվորական եղած ես Հայաստանի բանակի մեջ ծառայել ես գամավոր եթե քիչ վերլուծ ենք ըստ երևույթին դեր կնահատեցին եւ լավ չի կնահատեցին որովհետեւ իրենց այդ ռումպերը որ բարսկական ռումպերը գասեցնեին լրիվ մենք տեսանք Իսրայել գարդեպ 50-60 տարի աննախընթաց հարվածներ չուներ հետաքրական էր մի դեպք որ Նաթանյահուին դրան ավաստարան բավարարած էր եւ հрьяաները իրեն որ ահավոր հարցակում կորտեցին ըստ երևույթին Իսրայելի մեջ ընդվզում կա եւ գահսկելան որ Իսրայելի այս Նաթանյահուին քաղաքականությունը միայն ռազմադեն չի ասիկա մեկ երկրորդ ասի երկրորդ հարցումս ասկե հրամեցեք Հա, դե ինձ թվում է իրանք թերագնահատում են Իրանին, կամ գուցե գիտեք ինչ է իրանք սիոնիստների մոտ հրեական ժողովուրդ հուդայիզմի այդ կրոնի մեջ իրանց մոտ կա այդ հուցպայա կոչվում, չափազանցված, ասենք, այդ ինքնավստահությունը, էլի, համ ինձ թվում է դրա համադրությունն է նաև այն բանի հետ, որ ասենք շտապում են։ Իրանք նաև տեսնում են Ամերիկայի ներքին վիճակը։ Իրանք ոչ մի բան չեն կարող անել առանց Ամերիկայի օգնությամբ։ Իրանք պարզ է Ամերիկայի մեդիայի ֆինանսական համակարգի ու քաղաքական դաշտի վրա չափազանց մեծ ազդեցություն ունեն, եթե ոչ տոտալ, ասենք, համասան չեմ բռնաբարդում։ Դա է ուրիշ թվա, ես դա մեծ առնվազն մեծ ֆինանսական համակարգը, դա չեն կարող հերքել, դա խնդրեմ միան բարձ է ընդդեմ ես երկու ասես կավադամ ես Չէ, կավադամ ուզում ասեմ, այդ խիը իրանք այդպես վարվում, որովհետև այդ է իրանք այդ ունեն այդ բանը չափազանց վստահություն, այդ գոռոզությունը, պլյուս այն բանը, որ ուզում են քանի ամերիկան դեռ կա, քանի ամերիկան ներսի չի պարակվել, ինչպես տեսնում ենք ինչ օրի է հասնում ամերիկան, այդ բազմամշակույթ հայնությունը, այդ կոսմոպոլիտ երկիրը ինչ օրի է հասնում, իրանք գիտեն կարող վաղ Ամերիկան ներսից պարակվի կամ կարողա ինչ-որ մի մեծ տնտեսական ճգնաժամ լինի, չկարողանան իրենք Ամերիկային օգտագործեն իրենց շահերի համար, դրա համար իրանք ուզում են արագացած տեմպորով Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերին ներքաշեն պատերազմի մեջ, իրանք դա միշտ էլ ուզել են, իրանք չեն կարող դա անել, ու ես այդ գրառումներ արել եմ դրա մասին, թե ինչպես են 60 տարի առաջ փորձել ես դրոշ false flag օպերացիաներով այնպես անել, որ ահաբեկչական գործողություն են անել Ամերիկայի դեմ, բայց այնց անել, որ մեղքը բարթեն իրենց թշնամիների վրա, որպեսզի Ամերիկայի ներքաշեն պատերազմի մեջ իրենց թշնամիների դեմ։ Փորձեցին դա 54 թվին, ուսան ժամանակ Եգիպտոսում, մչան խորանա դրա մեջ, նաև փորձեցին 67 թվին, երբ որ Ամերիկայի ռազմական նավը խորտակեցին, չէ, չխորտակեցին, ուզում էին խորտակել, բայց հարձակվեցին նավի վրա, բայց չկարողացան այդ օպերացիան հաջողությամբ ավարտեն, որովհետև լիքականատեսներ եղան եւ այլն, բայց ինձ թվում է 2001 թվականի օպերացիան գործողությունը սեպտեմբեր 11-ի դա իրանց առանցնել այդ նպատակի համար, բայց հա, իրանք երևի դա չեն հաշվի առել կամ գուցե թերագնահատում են Իրանին դրա համար այդքան հարվածներ են ստանում, բայց այդ իրենց գոռոզությունը, այդ իրենց նաև հիմա այս բան շտապելը կարող է իրենց համար կործանարար լինել ու դա մեզ համար լավ նշան է։ Ոյակապ պիտի օգտեին կու պորտալուտերը դիպր Ամերիկայի քաղաքացի ես եւ շաբաղան կդես ներքին խոանոցը Ամերիկայի մեջ դարօրինակ է հավասարակշռությունը գետրոնը նեոլիբերալները դեմոկրատները շատ ավելի ռազմադեն գոչերով ու կային գարկախոսներով իսկ Ամերիկայի դեսենք կոնե աչը որ ֆիզիկ աչ հայդրով հանրապետականները որ բանական են աչ դիտակավորված են իրենք լոզունգներով ու կայգարխոսներով որ այլևս պատերազմ չէ no more wars Բուշի մասին չեմ խոսել Թրամփյան թեվը սակայն ըստ երևույթին Դոնալդ Թրամփը դուրս եկավ որ Հիլարի Քլինտոնին որ warmonger գսեն ռազմադենչ ըստ երևույթին Դոնալդ Թրամփը ավելի warmonger դուրս եկավ քան թե Հիլարի Քլինտոնի եւ դեմոկրատները ինչպես կը պատկերացնես այս բոլորը կնահատես Դա նոր երևույթ չի, այդ նույնիսկ Վուդրո Վիլսոնի օրոք Վուդրո Վիլսոնը խոստացել Ամերիկայի ժողովրդին, որ պատերազմի մեջ չի մտնի նախքան ընտրվելը, բայց հենց ընտրվեց մտավ առաջին համաշխարհային պատերազմի մեջ եւ Ամերիկան նավ խորտակվեց Լուստինիա, եթե չեմ սխալվում, Լուսիտինիա, ինչպես մի նավ էր այդ անվամբ, այդ դիտման parեցին մոտեցին գերմանական սուզանավերի մոտ, որպեսզի գերմանացիները խորտակեն, հետո իրան կարողանան մտնել պատերազմի մեջ, նույնպես Ռոզվելտը բանը
Ֆրանկլին Ռոզվելտը նույնպես խոստացավ Ամերիկայի ժողովրդին, որ պատերազմի մեջ չի մտնի, չի խառնվի Եվրոպայի ինչ որ խնդիրների մեջ, բայց եղավ Pearl Harbor-ը, դա լա կասկածելի թե դա ոնց եղավ, ինձ թվում է դա հնարավոր էր կանխել, բայց թողեցին որ լինի, որպեսզի Ամերիկան պատճառ ունենա մտնի պատերազմի մեջ Գերմանիայի դեմ, Եվրոպայում եւ այլն, այնպես որ դա նոր երևույթ չի։ Դա ամեն ինչն է խոստանում են։ Ոչ մի պատրաստ չի դադարել։ Այս առնում է 30 տարում որ նայենք, հատկապես այս վերջին 30 տարում է թեժացել, չէ՞։ Այդ մերձավոր արևելքում պատերազմները թե Քլինթոնն ա եղել, թե Բուշն ա եղել, թե Օբաման ա եղել, Բուշերի օրոք Իրաքի հետ էր խնդիրը, Քլինթոնի օրոք էլի այդպես ինչ որ խնդիրներ կար, Օբամայի օրոք Սիրիան եղավ, այսինքն դա ոչ մի բան է, դա ձևական մակերեսային բաներ են, որովհետև իրականում միանգամայն դիմակներն են փոխվում, հետևի այդ նույն սիոնիստական ազդեցությունը այդտեղ է, որով բոլոր քաղաքական գործիչները մեծ հատկապես այդ կարկառուն քաղաքական գործիչները Ամերիկայում բոլորը ֆինանսավորվում են AIPAC-ից, AIPAC-ն ամենամեծ լոբինա ու ծառայում է Իսրայելի սիոնիստական շահերի դա պարզ է, դու կարող ես գաղտնիք չի, դու կարող ես տեսնել թե բոլոր մեծ տեխնացուները Ամերիկայում ովքեր են, ու տեսնեք թե ովքեր են իրենց ֆինանսավորել, կտեսնեք AIPAC-ը եթե ոչ առաջին, երկրորդը կլինի թիվ 1 ֆինանսավորողը։ Բոլոր տեխնացուների, գրեթե բոլոր այս ինժետրությունը որ եղել է, չգիտեմ, վերջին երևի 40-50 տարում օրինակ, AIPAC-ը եղել է բոլոր տեխնացուների թիվ 1 ֆինանսավորողը։ Դրա համար կապ չունի ստեղ ով է։ Հա գուցե ինչ որ տարբեր լինի, հիմա այս պայն Թրամփին ուզեցել են Իրանը իշխանության բերել, որ ինքը Իրանի դեմ կարողանա մի բան անի, որովհետև Թրամփի մեջ տեսել են այդ ներուժը, ինքը մակերեսով ավելի sense հայրենասեր է երևում, չէ, ավելի sense գեր պատրիոտ է երևում ամերիկյան ու այդ բանը ունի իբր թե ինքը բանի հետ կապ չունի, համակարգի հետ կապ չունի, ու ինքը նաև վաճառական է, Step by step. կարողանա համոզի, էլի, դա կարողանա ժողովրդին համոզի, որ դուք պետք է Ամերիկայի ժողովրդին կարողանա ասես ոգևորի դրոշ ծածանելով, եսի ինչ պարելով, բան անելով, իր սիրած պարը որ կա։ Այդ ձևերով ինքը կկարողանա ամերիկացիներին այդ անուղեղ այդ ամերիկացիներին համոզի, որ օ, չէ, պետք է Թրամփը Ամերիկայի համար է պայքարում։ Դրա համար ջուդները, սիոնիստները այդ ներուժը տեսան Թրամփի մեջ, դրա համար դրան պահեցին։ Ինչքան գիտեմ, այդ էլ է ուսումնասիրել, ճիշտ շատ չխորացավ, այդ 2008-ին իր բիզնեսը մեծ տակ էր տալիս, ինքը bankrupt էր լինելու, բայց կային որոշ բանկերներ իրան ֆինանսավորեցին, պահեցին, որ ինքը չսննկանա ամբողջությամբ, որպեսզի կարողանան իրան հետո օգտագործեն որպես լավ զենք։ Իր մեջ այդ ներուժը վաղուց տեսել են, այնպես որ այսինքն չի, որ Թրամփը ավելի մեծ դավաճանա Բայդենից թե Բուշից թե եսի միջից, ինքը ուղղակի ավելի պիտան գործի կարա լինի այս հարցում։ Բայց նորից ասեմ, Ամերիկայի ժողովուրդը արդեն տեսնում է 23 տարի անցել է իրենց, չէ, կներեք, 22 տարի անցել է, վերջին հարձակը Իրաքում էր 2003 թվականին, 22 տարի անցել է ու ահագին բան փոխվել է։ Ամերիկան նախ է նույն Ամերիկան չի, ներսում լիքը պառակտում կա, տնտեսությունը վատ հարացել է, ինտերնետը շատ է տարածել, մարդիկ արդեն հասկացել են, որ խաբվել են, հասկացել են, որ սեպտեմբեր 11-ի դեպքերը ներքին գործողություն ա եղել, դավադրություն ա եղել, հասկացել են, որ խաբվել են Աֆղանստանի պահով, խաբվել են Իրաքի պահով, որ չի եղել այդպես միջուկային զենքեր եւ այլն։ Դրա համար հիմա չեն կարողանում այդ նույն սուտը նորից հրամցնեն Ամերիկայի ժողովրդին, ինչքան փորձում են ամբողջ նորից ասեմ, Ամերիկայի ամբողջ մեդիան բանը իրան ձեռն է, սիոնիստների ձեռն է, բայց էլի դժվարությամբ չեն կարողանում, որովհետեւ տարբեր խնդիրների պատճառով։ Այս դրանք լավ նշան է, նշանակում է անընդհատ չես կարող, էլի ոնց Աբրահամ Լինկոլնը ասացված կունի, ասում դու կարաս որոշ մարդկանց անընդհատ խաբել եւ շատերին մեկ-մեկ խաբել, բայց չես կարա բոլորին անընդհատ խաբել։ Հիմա ոնց որ այդ այս ներկա մեր վիճակը լավ բնութագրում է այդ խոսքերով, էլի շատ մի խոսքով հետաքրքիր ժամանակներ են, բայց չեն կարողանալու ինձ թվում է, ինչքան էլ փորձեն վերջում այդ իրենց ստերը իրենց անդրադառնալու։ Լավ, գսեք որ բոլոր տեխնատուները APEC-ին ընտարգված են Գուզե Միշել եւ ծեր գարտի կարդեն նախսեմ որ ես ոյ մեկ գրոնքի կամ ցեղային հակադակություն խտրագություն չունիմ այլ մեկ նեգատիվնիկ սիոնիզմը ոչ թե ոյ մեկ ցեղային կամ կրոնական համախմբում բռնի Սանդերսը որ ինքը հրյա գրոնքին կպատկանի
այն տեխնատունի որ էպեք չեր այցելեր գարձեք որ դիգա տերասանությունը չդե իսկապես բնի սենտրը որ գայդրայ որ ինքը ընկերվարական ընկերվարական չէ ինքը սոցիալ դեմոկրատ է ինքը դեմոկրատիկ սոցիալիստ չէ ընկերվարական չէ he is a social democrat տարբերություն անի որ սոցիալ դեմոկրատները ռեֆորմներ գարաչարկեն դեմոկրատիկ սոցիալիստները գուզեն ընկերվարական համագարկի ասնել դեմոկրատիկի սակայն բնի սենդերսը չի էպեկի ժողովներուն չի մասնակցել իսրայելի գործողությունները կդատաբարդե որոշ պաղեստինյան իրավունքներուն պաշտպան կգտնի եւ արավել Թրամփին հարցակումը դատաբարդեց ասա որ առանց կոնգրեսի իրավունքներ տուն պատրաստում դանելու ամերիկան արդյոք ասի խաղա չէ իսկապես բնի սենդերսը որոշ անկախություն ունի այս համակարգին ասի հարցում եք Դե Բեռնի Սանդերսի պահը 10 թվին չէր այդ իր ինչ որ տեխնացությունը նախագահ լինելու Չէ, ես երկու անգամ մտածած տրավ է, երկու անգամ էլ բարդվեցավ, չի հաջողեցին իրեն։ Աշտարակը լավ 17-ին չեմ չի փորը հաջողեցավ, ուսումնաս 21-ին էլ իրեն դեմոկրատները մեկ խոսքով հարվածեցին, ինքը առաջին էր, սակայն բոլոր կենտրոնը լիբերալները զինակցեցան, իրեն դուրս ներեցին։ Նա իմ այս բան չեմ Բայց ուզում եկավ։ ինչ-որ այդ մի անձի մեջ դες խորանամ չեմ էլ ուսումնասիրել, բայց գիտեմ, որ ինքը հենց հրյա էր, Բեռնի Սանդերսը դա գախնի չի, դա պարզ ինքը հրյա էր, բայց նորից ասեմ, այդ կարան տեխնատու լինելու ժամանակ ամեն ինչը կարան ասեն, սրա դեմ են, կարան ասեն մենք վաղը գնալու ենք մարզում ապրենք, դա էական չի։ Իրանք ինչ ամեն ինչ էլ կասեն, որ ընտրվեն, դա իրանց մոտ է տենց է, իրանց մոտ արժանապատվություն ոչ մի բան չկա հատուկ են սիոնիստներ անում այդպիսի մարկանց են ասենք ընտրումով տեխնացու լինի ովքեր անսկզբունքային պարզապես սրիկաներ են էլի դա պատահական չի իրանց են ֆինանսավորում հո իրանք արժանապատիվ ազնիվ մարկանց չեն առաջ բրթելու Ամերիկայում ցանկացած երկրում հատկապես Ամերիկայի նման մեծ պետության մեջ եթե քո մեդիայի ուշադրությունը քո վրա չի դու ընդհանրապես հնարավորություն չես ունենա նախագահ Բոլոր աշխարհը դառնալ այդպես է։ բոլոր, հա, ամբողջ այս ժողովրդավարական երկրներում այդպես է ցավոք սրտի։ Դրա համար այդ spotlight-ը անգլերեն ասած է, լույսը գցում են իրանց ուզած մարկանց վրա, ինձ թվում է եթե իրոք ինքը ինչ որ տես մեկը լիներ, հաստատ ինքը իսկ այդ աստիճանի հետ չէր հասնի։ Օրինակ մեկը կար Հրաժարական Դեյվիդ Դուկ անունով, Դեյվիդ Դուկ իսկական ամերիկացի պատրիոտ է, 16 թվին ինքը փորձեց նույնիսկ սենատոր դառնա, ոչ մի ամեն ձևով իրան պարսավանքի ենթարկեց մեդիան ամեն ձևով ու նույնիսկ այն փոքր բիզնեսները, որոնք իրեն ֆինանսավորում էին, վերջում տակ տվեցին, որովհետև այդ սիոնիստական ուժերը ընկան այդ բիզնեսների հետևից ու չգիտեմ ինչ արեցին, Բայց բայց Բերնի Սենդերսը դա սենատոր։ կայգրետ եղավ։ Բերնի Սենդերսը Այ սենատոր է, ես բավականին հետևած է։ այդ եմ ասում հիմա այդ եմ ասում ինքը կարա մի բան ասի փրտե սա սիոնիզմի դատապարտի ես ինչ անի, բայց ես իր ֆինանսական բաները չգիտեմ։ Հիմա կարող APEC-ից ուրիշ բան ստացած չլինի, բայց դրա նման մի հատ ուրիշ բանից ստացած լինի։ Այս կոնկրետ իր բան անձնական բանի մեջ չեմ խորացել, որ ասեմ, բայց ես ընդհանուր պատկերն եմ ասում, թե ոնց է առհասարակ վիճակը, բայց Բեռնի Սանդերսը ինքը հրյա է։ Այո, ինքը հրյա է, հայտարարած է, այսինքն, այո։ Չէ, ինքը հրյա ալալու հայտարարած է, բայց ինքը ավելի հարաշտման հրյա եմ գսե։ Հիմա, այս Նա հարցումն ինձ ինչու որ հարցուցի։ Չէ, հարցումն Ինչա՞։ ինչու հարցուցի։ Իհարկե ես որևէ կրոնքի նախաբաշխություն չունեմ, սակայն հարցումն ինչու հարցուցի։ Որովհետև նույնիսկ Հայաստանի մեջ արկա misconception զարմանալի խափարներ արտահայտեցին, որ ընդհանրապես գարձեմ որ երևայական է, այո, հրամեցեք։ Սվեցավ որ նաև Հայաստանի մեջ եմ ինչ տրամաբանությամբ հայտարարեցին մարդիկ մեծ գիտեք որ Հայաստանի մեջ մարդիկ կային որ ասած էին որ Դոնալդ Թրամփ երբեք չի վիդենտրվի եւ ես գիտեի որ ինքը վիդենտրվի որովհետեւ ինքը շատ ավելի արգազախնդիր է Սվեցավ որ Ամերիկայի մեջ deep state-ը երբեք չի արտոներ որ Դոնալդ Թրամփը հասնի սակայն քիչ դրամաբանությամբ եթե իսկապես այդպես է այդպես ինքը համակարգին հագարակ էր այսինքն այդ համակարգն ուժեղը օրեն չէր Չէ, չէ, 8 միլիարդ գազբենուց չէր գարձիկը արդյոք Դոնալդ Թրամփը իսկապես համակարգի դեմ գավայքարի ես չեմ հավատալի իհարկե որ այդպես է չէ, ոչ մեկը այդ սիստեմի դեմ չեն պայքարում, դա որովհետև նախ նորից ասեմ, այդ Establishment-ի դեմ գսեմ ով որ դուրս է գալիս ինչ որ անկապ տես մակերեսային ինչ որ բաներ է ասում, այսպես փոքր ստից ռեֆորմներ անել, այդ դրանը ոչ մի բան չի լուծվի Ամերիկայում։ Ամերիկայում, ինչպես ասել եմ, ես բազմաթիվ անգամ հենց 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ որ սիոնիստները սկսեցին բռնազավթել ամբողջ մեդիան, ամբողջ այդ ռադիո ալիքները, թե հետո հեռուստա ընկերության ալիքները, բոլոր ամեն ինչը, երբ որ իրանք սկսեցին բռնազավթել, այդ ժամանակ Ամերիկան սկսեց լուրջ խնդիրների առաջ կանգնել։
նա ֆինանսական համակարգը, փողը մեծահարուստները մեծ մասը իրանցից են։ Այնպես որ այդ այնքան խորն է խնդիրը, շատ է մակերեսային ինչ որ մեկը գա, ասենց ինչ որ ամբողջահաճ արտահայտություններ անի, դրանով ինքը չի կարող Ամերիկայի բուն խնդիրները լուծի, նույնպես ինչպես Հայաստանը մարդ չի կարող գա ինչ որ Ասել ենք հիմա ասի Հայաստան։ այս եմ անելու, այն եմ անելու ու ինչ որ մի բան լուծվի, այստեղ ամեն ինչ պետք է արմատապես ամեն ինչ փոխվի մեր երկրում, ինչպես նաև այնտեղ, ինչպես նաև Եվրոպան, այս արդեն գլոբալ բան է, մենք ապրում ենք գլոբալիզացիայում, ասենք Ահա, գլոբալիզացիա դարում մենք չենք կարող ինչ որ ձևերը փոխենք արդեն ինչ խնդիրներ որ հիմա ասենք այնտեղ կա, այստեղ էլ կա, Եվրոպայում է կա, ամենտեղ արդեն ամեն ինչ իրար հետ շահկապված է ու ամեն ինչ պետք է նորից ասեմ արմատապես փոխվի։ Մակերեսա մակերեսորեն ոչ մի բան մենք չենք կարողանալու անել, ինչպես տեսնում ենք, ա, մենք չենք կարող անընդհատ նույն բանը անենք ու ակնկալենք ինչ որ տարբեր մի արդյունք էլի։ Դա հենց խելագարության սահմանումն է։ օրյակա, որ հիմա հասանք այն գետին, որ ես կուզեի հարցնել, գարձես կրայեցիր, ինչ պիտի հարցնեմ։ Հայաստանի մեջ աչը դգար է, Հայաստանի մեջ ռուսական ճակատը շատ պետք է ուժեղ է, սակայն անատույլ է, որովհետև ամենեն ուժեղ այսօր իշխանությունն է իր լեզակներով։ Հետաքրական էր ցեր մեկ քրարումը, որ Գյումրի հաղթանակի մեջը դուք atkanա խանդավառ չէիք, եւ ըսիկ որ ասի լավ նշան չէ, որովհետև հաղթողը համայնավար կոմունիստական գուսակցության կպատկաներ։ Ցեր գարձիկով այսօր Հայաստանի մեջ նեոլիբերալ շարժումը ուղղա որ հոկա, ապա միջազգայնական ապասկային շարժումը Հայաստանի մեջ նեոլիբերալները իրենց կակատնագետ ուժի մեջն են եւ իրենց գործողությունները Հայաստանի գործոնումի դանելի հստակ է։ Ձեր գարձիկով Հայաստանի մեջ նեոլիբերալիզմը եւ նեոբոլշևիզմը զինակցած է խորքի մեջ, չէ՞ իսկապես ամեն մեկը դարբեր է։ Գուզեմ ձեր գարձիկը սա առաջին հարցում։ Նախ սկսենք նրանից, որ այդ լիբերալիզմը, թե նեոլիբերալիզմը, բոլշևիզմի, թե նեոբոլշևիզմի հետ միշտ է բարեկամ ա եղել, նույնիսկ Եվրոպայում, թե Ամերիկայում, երբ որ ցույցեր ա լինում, միշտ երկուսը միասին միանում են հենց ազգայնականների դեմ, դա համատարած է իրանց մեջ ոչ մի իրականում գաղափարական տարաձայնություն չկա, ինչպես տեսանք երկրորդ աշխարհամարտում, երկու այդ ուժերը միացան իրար ազգայնականության դեմ, կոմունիստները միացան, բոլշևիկները միացան, արմ լիբերալ արևմուտքի հետ, այսպես ասած, լիբերալ-դեմոկրատիկ արևմուտքի հետ միացան կոմունիստները ազգայնականության դեմ, իրականում տարբերություն չկա, նույն մետաղադրամի երկու կողմերն են, երկուսն էլ այդպեսին են, Այդ ինձ երկուսն էլ հարցնի։ ազգայնականության դեմ են, ազգերի հենց ինքնորոշման, ազգերի անկախության դեմ են, իսկ Հայաստանում էլ ինչ որ մենք հիմա ապրում ենք իրականում հետսովետական Հայաստան, այստեղ անկախ Հայաստան չկա, ասեմ մենակ դե յուրե Հայաստանն է, իրական դե ֆակտո ցավոք սրտի մենք անկախ պետություն չենք կերտել, հնարավորություն ունենք, երբ Արցախը ազատագրեցին, կարող ենք Արցախը ամբողջությամբ միացնել Հայաստանին, մեր պետությունը մաքրենք բոլոր այդ գործակալներից, հիմնականում ասենք Կրեմլի գործակալներն են, բայց ցավոք սրտի դա չեղավ, որ հիմա ինչ որ էս կան էս մեր քաղաքական գործիչները, որ իբր թե ազգային են կամ նույնիսկ ընկերս ընդդիմությունից, որ անընդհատ այդ ազգային բառը շահագործում են, չարաշահում են, իրականում իրանք նեո բոլշևիկներ են։ Օրինակ մի պարզ օրինակ ասեմ, 1920 թվականին, երբ բոլշևիկները հարձակվում էին, ռուս բոլշևիկները, որոնք հարձակվում էին, հայ բոլշևիկները Հայաստանում քարոզում են, որ մենք պետք է հանձնվենք, մենք չպետք է պայքարենք, մենք պետք է ընդունենք նրանց եւ այլն եւ այլն։ Իսկ այդ 20 թվականի պատերազմում 44 օրյա պատերազմում ինչ էին ասում, չէին ասում մենք պետք է հանձնենք, այս կեղծ ընդդիմությունը։ Իհարկե իշխանությունն էլ բնականաբար դավաճանություն արել, դա արդեն կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, բայց շատերի համար ակնհայտ չէ, որ ընդդիմությունը դա նույնքան դավաճանություն արել։ Նրանք առաջին շաբաթում, պատերազմի առաջին շաբաթում փոխանակ խոսեին պայքարելու, կռվելու մասին, ինչ էին ասում են, որ մենք պետք է դադարեցնենք պատերազմը։ Ինչ է նշանակում դադարեցնել։ Պատերազմը նոր է սկսել, փոխանակ քաջալերեն, ոգևորեն բնակչությանը, որ մենք պետք է կռնենք թշնամու զորքերին, ջախջախենք, հետ շպրտենք եւ այլն, այնպես բաներ փոխանակ ասում են մենք պետք է դադարեցնենք պատերազմը, չեն կարող հաղթենք։ Այսինքն ծածկագիր բառեր են հիմա օգտագործում, հիմա ավելի խորամանկ են, հիմա ավելի թաքուն են, հիմա այդ ազգային մորթիով են ներկայանում այս 30 քանի 5 տարի է, այդ ազգային մորթիով են ներկայանում։ Իրանք էլ չեն կարող բացահայտել ինչ որ մարքսիստական գաղափարներով ասենք դուրս գան։ Իրանք հելնում են ինչ որ այտենց լոզունգներով զարթնի լավ, սրբազան պայքար, ես իմ ինչ, այտենց անկապ ինչ որ բաներ կասեն, բայց իրականում իրենց
բոլշևիկ են։ Ու այս դարում իրանք այդպեսին են, իրանք այդ մորթիով են հաղթած, իրանք չեն կարող այդպես բացահայտ դուրս գան, դրա համար այդ խափում են ժողովուրդ, ավելի նենք ու խորամանկ են, քան իրենց դավաճան բոլշևիկ պապերը։ Ու այդ գնալով ինձ համար ավելի ակնհայտ է դառնում, բայց այդ վառօրինակ է 20 թվականի այդ պատերազմն է, ասենք փոխանակ այդպես ասեին, ասում են մենք պետք է հանձնվենք, չեն կարող հաղթենք, ոնց եղավ, որ մեր ազատամարտիկները 30 տարի առաջ հաղթեցին մենք կանոնավոր բանակ չունենալով, իսկ այս անգամ որ կանոնավոր բանակ ունենք, ու մենք ենք այդ, ասենք, այդ առավելությունը, որ ունենք, որ կարող ենք իսկապես, ասենք, ընդհանրապես լրիվ ջախջախենք, ավելի շատ առաջ գնանք, ոչ միայն Արցախը պայքարենք, ավելի առաջ գնանք, ասում են չէ, մենք չենք կարող հաղթենք, պետք է դադարեցնենք պատերազմը, ընդունենք Մոսկվայի պահանջները։ Ասածս նա, որ դա չկա, իրականում այդ սուտ է։ Ոչ մի ազգայնականություն չկա, այս 35 տարում իրականում ինչ եղավ, ովքեր որ կային, դենց իրապես ազգային դեմքեր, ազգայնական դեմքեր, հայ ազգայնական դեմք 90-ականներին Մոսկվա, Մոսադը, թե Կրեմլը, KGB-ն լրիվ վերացին։ Վերջինը լինելով 99 թվականի հոկտեմբեր 27-ի դեպքերը։ Այդ դրանից հետո Պուտինը եկավ իշխանության, Քոչարյանն եկավ, եթե ոնց հաստատեցին, որ այլ չկա, հայ ազգայնականություն, հերիքա թափրտակ, դուք կարծեք, որ դուք անկախ եք, չէ, արդեն Ռուսաստանը նորից հետ է վերադառնում, դա դրա ոնց որ սիմվոլիկ նշան է, էլի։ Բայց դրա համար էս ցավոք սրտի էս հին սերունդի մեջ ակտիվ քաղաքական դաշտում ոչ մեկի մոտ ես չեմ տեսնում ազգայնականություն, ինչ-որ ազգային գաղափարներ, ազգային հոգեբանություն, մտածելակերպ, սուտ է։ Այդ ամեն ինչ ինձ համար շատ Պարզա, պարզից էլ պարզ երևում է, դրա համար ես իմ հույսը դնում եմ երիտասարդների մեջ, ես երիտասարդներին եմ փորձում ներգրավեմ շարժման մեջ, բարեբախտաբար դրական նշաններ կան այդ ուղղությամբ, բայց լիքը գործ դեռ կա անելու։ Նշեցիք Սերբազան պայքարը այսօր Բաքրատ Սերբազանը ցերպակալված է գտածվի եւ իշխանությունը միլիոներ հրադարագած է որ ինքը գազմիդի պիտի կազմակերպեր զինյալ մի շարժում չեմ գիտեր Հեղաշրջում, հեղաշրջում ինչ-որ, հա։ Մին դակամին 8 Այ, րոպե ես սերունդին atkanal գեր չէր որտեղ մարդը ցերպակալված է սերունդին գուզեմ ցեր գարձիկը նախ ասեմ, որ այս թե իշխանություն, թե կերսնդիմություն, թե եկեղեցին, որ ասենք իրար դեմ են հանում, այդ մեկը մյուսի դեմ, մեկը նրան է միանում նրա դեմ, եսի մի, այդ ամեն ինչը այս ամբողջ այս համակարգի մաս է կազմում, որ հանրությանը շփոթեցնեն, պառակտեն, իրար դեմ հանեն, այդ է այս ամեն ինչի նպատակը։ Իրականում բոլորը ծառայում են նույն, ասենք, համակարգին, որը այս պահի դրությամբ ցավոք ռուսական ազդեցության տակ է, այդ է ամբողջ նպատակը, ես ոչ մի ինձ համար այդ բանը չեմ տեսնում, նույնը ոնց որ այս Սամվել Ալեքսանյանին ձերբակալեցին, 2 ամսով, թե հիմա արդեն ազատ են արձակել, լավ չեմ հասկանում կոնկրետ ինչ է կատարում, բայց պարզա, որ այդ մարդուն ոնց հատուկ ուղարկում են հեղինակություն ձեռք բերելու համար, նրան մի 2 ամիս կնստեցնեն, ինքը դուրս գա, հերոսացած դուրս կգա, արդեն հերոսացնում է 5-րդ Շարասյան մեդիան, ռուսական մեդիան, որ ինքը եսի մի հերոս է բանա, որպեսզի հետո իրան տեխնացու դարձնեն 26 թվականին։ Ինչպես Քոչարյանին սուտի ձերբակալեցին 10-19 թվին էր երբ եկավ Հայաստան ձերբակալեցին, իբր թե պետք է դատեն, բայց հետո 21 թվին ինքը ընտրություններին երկրորդ տեղ գրավեց, հիմա կերսնդիմություն է խաղում։ Ամբողջ նպատակը այն է, որ իրանք հեղափոխություն անեն, այս նախկիներին դատեն, հիմա վերցել են այդ նախկիներին մտցրել են ազգային ժողով։ Այսինքն այս ամեն ինչը պարզա, որ խաղա ժողովրդին հիասթափեցնելու, մոլորեցնելու, անտարբեր դարձնելու, ու այդ դիտման պահանում լավ շատ խորամանկ ուժերի կողմից, որպեսզի Հայաստանում իրական ազգայնականություն, իրական հայ ազգայնականներ երբևէ չգան իշխանության։ Այդ հիմա օրինակ իմ վրա ես այդ զգում եմ։ Ես փորձում եմ արկանց ներգրավեմ, փորձում եմ իմ համեստ ռեսուրսներով զրոյից որ հիմնադրել եմ շարժումը առանց ոչ մի օգնությամբ ամեն օր համառորեն այդ ուղղությամբ աշխատում եմ տարբեր միջոցներով փորձում մարդկանց ներգրավեմ բան ու զգում եմ մարդկանց բանը, էլի, ասենք մտածելակերպ, իրանք մտածում են, ասում են, դե հույս չկա, էս էլ է երևի ինչ-որ մեկից ֆինանսավորվում, էս էլ է ինչ-որ մեկից փող ստանում, որ մի բան անի,
այդ ամբողջ իմաստը։ Այսինքն պատերազմից հետո հնարավոր էր մի բան անել, բայց էլի եկան այս կեղծ ընդդիմադիրները, այդ դաշտը, այդ բանը գողացան, այդ ալիքը գողացան, այդ արդեն այդ բնական զայրույթը, որ կար այս իշխանության դեմ, որը մեծ դավաճան այս պատերազմի ժամանակ, կարող է վերածվել մի, ասենք, նոր ինչ-որ ազգային պայքարի, ազգային ալիքի, հետո եկան իրանց իրանց վերցին այդ էներգիան ու հետո մարեցին։ Նույնը անցյալ տարի էր այդ իրանցի պահով Բագրատին հանեցին դուրս, որ իբր թե ինչ որ հեղափոխություն անի, մարդկանց հավաքում են, հիասթափեցնում են, այդ կրակը մարում են ու այդպես։ Անընդհատ դա կարևոր է անեն, որպեսզի իրական ազգային ընդդիմություն երբեք առաջ չգա։ Այդյան ունին Բայց 4 նորից օրը սկսան, իշխանությունը, հա, այո, իշխանությունը եւ իր զինագիստները Հայաստանեն արտասահման, մանավանդ արտասահմանի զինագիստները հետաքրական այս տեսությունը արժեք գերեն ամենադեմ որ մենք բան խոսենք որ իշխանությունը իզիկ ներկայացնե որ այս բոլոր ուժերը որ իրեն ինտիմատիր են եկեղեցին որ նշեցիք Հայաստան դաշինքը դաշնակցությունը եւ այլն գսե որ ասենք ռուսական գործականներ են կամ ռուսական աստեցություն են իշխանությունը իզիկը գայդարը հագարուսական աստեցության ախոյան ինչպես կգնահատեք ունին դաղավին 3.5 րոպե հրամետ ով դա ասեց, Իշխանություն եւ իր իշխանությունը ասեց, զինագիստները միշտ կսեն որ իրենք ռուսական աստիճանտեն բայկալող ախոյանները հերոսներն ռուսական աստիճանտեն բայկալող ուժն է այս քաղաքացիական պայմանագիրը ինչ կսեք ունին 3.5 րոպե դաղավին դա ճիշտ են ասում, բայց մոռանում են նշել, որ հենց իրենք էլ են այդ նույն ռուսական գործիքները։ Այս ամեն ինչը, էլի այս կես բանը, որ կա իբր թե թեզը, որ կա իբր թե սա այս իշխանությունը պայքարում է Ռուսաստանի դեմ, իբր թե ուզում է ինչ որ ավելի անկախ Հայաստան ստեղծի, այդ ամեն ինչը ուզում է Եվրոմիության հետ մերձենա, այդ ամեն ինչը սուտ է, դա հենց ռուսական քաղաքականության աջակցում, դա շատ առաջին հայացքից կթվա այդ ոնց որ հակասություն է ինչ որ ասում են, բայց իրականում այդպես չէ։ Ինչպես եղավ, որ ինքը 10 թվին ռուսների օգնությամբ եկավ իշխանությամբ, ոչ միայն ռուսը, ինձ թվում է արևմուտքի ձեռքն էլ է դա խառը, դա ուրիշ պատմություն է, մաս չեմ ուզում դրա մեջ խորանամ։ Հետո ասին, որ սորոսականներն են, սկզբից ինչ եղավ 10 թվին բոլոր այդ ռուսական քաղաքական գործիչները, ռուսամետ քաղաքական գործիչները, Քոչարյանը, Ծառուկյանը, Դաշնակցությունը, բոլորը աջակցեցին Նիկոլին, հետո մի տարի հետո մեկը սկսեց այդ նույն մարդիկ, ովքեր իրան աջակցեցին 10-ին, հետ սկսեցին ասել, որ սորոսականները գրավել են մեր պետությունը, հետո որ հաջորդ տարի 20 թվին այդ պատերազմը լինի, այդ ամբողջ մեղքը բարթեն այդ սորոսականների վրա, որ այդ ռուսները մաքուր դուրս կան, դուրս եկան, միշտ հիմա շատ մարդիկ կարծում են, արամտամետ սորոսականներն են մեղավոր։ Հիմա նույն բանը հիմա այդպես է ներկայացնում, որ այս իշխանությունը հակառուսական է եւ այլն, հետո որ վաղը չեմ իսօր կանաչ լույսը տա Ռուսաստանը Ադրբեջանի Հայաստանի վրա հարձակվելու համար, Ռուսաստանը հետ կքաշի կասի ես դե չեմ կարա ձեզ աջակցեմ, դուք եք հակառուսական քաղաքականություն վարում, ես ձեզ ինչ աջակցեմ։ Լավ, եթե ուզում եք աջակցեմ, խնդիր չկա, ամբողջ զորքով կմտնեմ Հայաստան, պետք է կազմալուծեք հայկական բանակը, պետք է միացնեք ինչ որ նոր միութենական միության մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն նույն սխեման ինչ արեցին Արցախի դեմ, ուզում են այս անգամ անել ամբողջ Հայաստանի նկատմամբ, բայց պետք է այս անգամ ավելի խորամանկ լինեն։ Ու մենք շատ կարևոր է այս ամեն ինչը արդեն շտապ հասկանանք, գիտակցենք, թե ինչ է կատարվում, այլ էս անկապես խաղերի հետևից չընկնենք, այս կարողանանք այդ ճեղքենք այս պատրանքը, էլի, որ անընդհատ փորձում են մեր դիմաց դնել։ Մենք չպետք է իրանց անկապ խաղերի մեջ մտնենք, ամենաճիշտ բանը է, ինչ որ կատարվում է, սրան նրան ձերբակալում են, ես ինչ են ասում, ավելի լավ է բանի տեղ չդնենք, մենք մեր ճիշտ ազգային ուղիով առաջ գնանք։ Շնորհակալ ենք մեծ դեր ասկայնական ծրագրուն ասկայն ընկերական ինքը դեմոկրատական բարը չի սիրել այնպես որ դիտեմ national socialist Դեմո դեմոկրատիա սուտ բան է, չկա, դա մի ուրիշ թեմա է։ այստեղ մի քիչ Հատկապես այս տարագանջիկ ժամանակակից դարում դեմոկրատիա չկա, դա սուտի բան է։ այստեղ մի քիչ տարագանջիկ սակայն իհարկե այսօր ուժելու չեք եկած ողջունեմ որտեղ Հայկ Նազարյանը հայրենասերը չեմ գնալ Հայկ Նազարյանը հայրենասերը անձնատող է գնալա որ քաղաքապարաբես ամեն բանի չենք գնալ համաձայնի սակայն Հայկ Նազարյանին հայրենասերության եւ ասկային ոգին վրա ես եթե ուրանամ ես ցած գլամ որտեղ ես կընտրեմ որ Հայկ Նազարյանը անգերց ասկային եւ հայրենասերը ամեն օր գողջունեմ քեզ եւ ուչանկերը Շնորհակալ եմ։ հաջողություն քեզ եւ հոսանք շարժումին եւ Շնորհակալ եմ, Պետրոս։ երկու անգամ ծեր կրասենագի եղած եմ եւ բավական լավ հայրենասեր դրատներ ունի կխնդրեմ որ իմ բոլոր ողջուններս փոխանցես բոլոր այդ դվոց շնորհակալություն Հայկ Նազարյան Անպայման, շնորհակալ եմ, Պետրոս։ շնորհակալություն Հաջողություն, բարի գիշեր։ բարի գիշեր